19-ից 12-ը եղել է Ազանգահրդեհի վերաբերյալ, ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն եւ անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարծառայության եւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Այս պահին հրդեհաշրջում է իրականացնում փրկարծառայության 13 մարտական հաշվարկ։ Ծավալները մեծ էին, որ սկզբից 1, հետո 3, հետո 10 մարտական հաշվարկ եղավ այստեղ։ Այո, հրդեհի բարդությունից ելնելով թիվ 3 կանչ է նաև հայտարարվել, դրանից հետո նաև ավելացել են մարտական հաշվարկները։ Այս պահին հրդեհաշրջման աշխատանքները շարունակվում են, փրկաները շատ կարևոր աշխատանք են կատարել, ինչպես տեսնում եք, երկու հատվածներում բնակելի շենքեր են շատ մոտ եւ կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր եւ այս պահին շարունակվում է հրդեհաշրջման աշխատանքները շենքի հետևի հատվածում։ Բնակչական տեղեկությունները ինչքան հատվածն է վնասվել։ Այս պահին գրեթե ամբողջ ծավալով շենքի ամբողջ հատվածով ինչ որ բան պարզ է, ինչից բռնկվեց։ Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել։ Պատճառները որոշակի ուսումնասիրությունից հետո կարծում եմ մեր գործընկեր կառույցներն էլ նաև հայտարարություններով համապատասխան հանդես կգան։ Հավանական բան չկա, Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Արտաքսյան հարակից շենքերի բնակիչները տարհանվել են, թե մոտ շենքի հատվածներում, այս հատվածում եւ այն հատվածում, այո։ Շենքը ամբողջությամբ է այրվել, թե ինչ վիճակ է։ Շենքի ամբողջ ծավալով իրականացնում հրդեհաշրջման աշխատանքներ, բայց այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի քառակուսի մետր եւ քանի քառակուսի մետր է այրվել, դա աշխատանքների ավարտից հետո կներկայացնենք։ Երևույթի երկար կտևի։ Կարծում ենք դեռ երկար կտևի, քանի որ բարդություն է առաջացել նաև, քանի որ շենքը ունի բաղդատային հատված, ինչպես գիտեք, բաղդատային հատվածը շատ ավելի հեշտ է այրվում, բաղդատային հատվածը այս պահին նաև այդ հատվածում քանդման աշխատանքներ են իրականացվում։ Ներսում անցած տարի, երբ շենքը վերադարձվեց Երևան համայնքին, մանեկեններ եւ այլ շատ առարկաներ կային, այսինքն դրանց պատճառով է, որ այս չոր պատերը չէին, այսինքն պատճառների վերաբերյալ այս պահին չեմ կարող